Արգելի հեռուստադիտողներ, ստուդիայում հյուրընկալել ենք փաստաբան Արամ Աստղիկիվիրյանին և իրավապաշտպան Վարդան Հարությունյանին։ Պարոնայք, շնորհակալություն ազատության հրավերն ընդունելու համար։ Մենք քիչ առաջ տեսանյութ էինք դիտում այն մասին, որ ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրություններից հետո հարուցված քրեական գործ կա, մեղավորների անունները այդ գործում դեռևս չեն հնչում։ Ընդհանրապես այս դեպքը, երբ փաստորեն բացահայտվեց մի Հայաստանում գործող մասնավոր ընկերության, ոչ փոքր ընկերության, ՍԱՍ գրուպը բավական մեծ ընկերություն է, ներքին խոհանոց, պարզվեց, թե ինչպիսի բարքեր են տիրում այնտեղ։ Ինչ է կարծում, այս ՍԱՍ-ի այս դեպքը ընդհանուր առմամբ Հայաստանի իրականության համար կարելի է արտառոց դեպք համարել, թե կասկածներ ունեք, որ նման մթնոլորտ կարող է տիրել նաև այլ մասնավոր ընկերություններում և պետական հաստատություններում։ Կարծում եմ, ինչքան շատ խոսենք, հատուկ շեշտադրենք ՍԱՍ-ին, առանձնացնենք հարցազրույցներում, մամուլի միջոցներում, այդ ժամանակ տպավորություն կստեղծվի, թե դա արտառոց ինչ-որ մի բան է։ Իրականում մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում աշխատողները կախված են գործատուից և մենակ էս ընտրության ժամանակ չէ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ նման բաներ եղել են։ Ուղղակի այս անգամ այդ ձայնագրությունը ի հայտ եկավ։ Եթե նախորդ ընտրությունների ընթացքում որևէ մեկը խնդիր դնել իր առաջ կամ թեկուզ այս ընտրության ժամանակ որևէ մեկը խնդիր դնել իր առաջ ունենալ նման կարգի բազմաթիվ ձայնագրություններ, ապա կունենայինք։ Դրա փայլուն օրինակը Հովհաննիսյանի օրինակն էր, որ նման խնդիր դրեց, պարզել թե ինչ է տիրում դպրոցներում կամ մանկապարտեզներում եւ պարզվեց։ Այս կարծում եմ, ավելի ճիշտ չեմ կարծում, վստահ եմ, որ վերից վար մեր հանրապետությունում բոլոր կառույցներում, սկսած նախարարություններից, վերջացած մասնավոր կառույցներով ցուցակագրվել են մարդիկ, միշտ նախկինում եւ այս անգամ նույնպես, եւ պարտադրվել է այդ մարդկանց քվեարկել կոնկրետ կուսակցության օգտին կամ կոնկրետ անհատների օգտին։ Ինչ վերաբերում է քրեական գործին, որ հարուցվել է քրեական գործ, ես իհարկե մեր դատարանների նկատմամբ չունեմ մեծ վստահություն եւ հավատ, բայց փաստաբանը այդ ուղղությամբ ավելի լուրջ եւ ավելի լավ կասի, քան ես։ Քրեական գործին ավելի մանրամասն անդրադառնալը, պարոն Կիվիրյան, եթե այս դեպքին, բացահայտված ձայնագրության դեպքին նայենք աշխատողների իրավունքի տեսանկյունից, մի պահ մի կողմ դնելով ընտրությունների թեման, երբ այնտեղ փաստորեն ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ էին տեղի ունենում, դուք այստեղ աշխատողների իրավունքների խախտում տեսնում եք։ Գիտեք, անկեղծորեն ասեմ, ես չէի ցանկանա այդ դեպքը առանձնացնել։ Կարծում եմ այդ դեպքը պետք է նայել ընդհանուրի մեջ, այսինքն այն հանգամանքը, որ այդ գործը ուղղակի բացահայտվեց ինչ-որ ձայնագրություն, չի դարձնում չի ստեղծում այնպիսի իրավիճակ, որ մենք եզրակացնենք, որ այդ խնդիրը բացառապես ՍԱՍ սուպերմարկետի ինչ-որ կամ ՍԱՍ այդ կազմակերպության մակարդակով է։ Կարծում եմ, որ այդ խնդիրը այսօրվա դրությամբ գլոբալ է ավելի եւ գտնում եմ, որ պետական մարմինների համար կոնկրետ այդ ձայնագրությունը պետք է ազդակ լինի, որպեսզի ուսումնասիրություն կատարվի նաեւ այլ նմանատիպ կազմակերպություններում, որտեղ որ նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ կամ առաջացել են։ Այո, այստեղ կա աշխատողների ուրեմն իրավունքների ոտնահարում, սակայն այն ինչ տեղի է ունենում, կարծում եմ, իր արմատները տվյալ դեպքում բացառապես սոցիալական արմատներ ունի, այսինքն աշխատողները, ովքեր որ ունեն այսօրվա դրությամբ սոցիալական խնդիրներ, որոշակի առումով նաև կախված են իրենց գործատուներից, կախված են իրենց աշխատատեղերից, ինչպիսի պայմաններում այդպիսի խնդիրներ առաջ են գալիս։ Այսինքն իրականում պետական մակարդակով, եթե սոցիալական հարցերը բնակչության լուծվեն եւ աշխատողը իրապես իր խախտված իրավունքները, այսինքն ապահով կլներ, որ իր խախտված իրավունքները որոշակի ձևով կվերականգնվեն կամ կապահովեն եւ կիրացվեն, կարծում եմ այսպիսի խնդիրներ չէին առաջանա ի սկզբանե։ Սակայն կա այն ինչ որ ունենք, այսինքն գործատուների կողմից աշխատողներին որոշակի անօրինական գործողությունների ներգրավելու իրավիճակ, որը բնականաբար այդքան էլ իրավաչափ չէ։ Եվ կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է դրան գնահատական տան, սակայն նորից եմ ասում, ոչ միայն ՍԱՍ սուպերմարկետի մակարդակով, այլ ընդհանուր այս խնդիրը պետք է փորձվի լուծվել, որովհետև եզակի խնդիրը լուծելը չի բերի ընդհանուր խնդրի լուծմանը։ Այս պետության պետք է։ Այսինքն, պարոն Կիվիրյան, նկատի ունեք, որ գործազրկության ընդհանուր առմամբ բարձր մակարդակը նպաստում է այսպես աշխատող անձանց իրավունքների խախտման դեպքեր։ Իհարկե, որովհետև նաև նույն աշխատողները ճիշտ հասկացեք, իրանք ունեն խնդիր այդ աշխատատեղը պահպանելու վերաբերյալ։
եւ բնականաբար իրանք զուտ այդ նկատառումներից ելնելով, չգիտեմ, գնում են այս կամ այն քայլերի, թեկուզ ասեն գործատների կողմից պարտադրվող ինչ որ անօրինական գործողությունների կատարման։ Ինչը իհարկե անթույլատրելի է, այսինքն գործատուները չպետք է ներգրավեն աշխատողներին անօրինական գործողություններին եւ դա բնականաբար խախտում է բազմաթիվ օրենսդրական նորմեր, լինի դա աշխատանքային ձեր կողմից վկայակոչված ընտրականը, քրեական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը բազմաթիվ սահմանադրություն, այսինքն իրավական ակտերը, որոնք որ արկա են եւ կարգավորում են այդ հարաբերությունները, բազմաթիվ են։ Սակայն ինքնին այստեղ խնդիրը մեր մոտ ոչ թե իրավական ակտի արկայությունն է կամ բացակայությունն է, այլ ինքնին տվյալ իրավիճակը վերահսկելն է։ Պետական համապատասխան մարմինները այսօրվա դրությամբ համապատասխան վերահսկողություն չեն իրականացնում։ Եթե օրինակ վերցնենք, ունենք աշխատանքի պետական տեսչություն, որը որոշակի չափով ինչ որ վերահսկողություն էր իրականացնում, հիմա այդ տեսչությունը չկա, գոյությունն է ինչ որ առանձին բաժին, որը նույնիսկ աշխատանքային հարաբերությունների կանոնների նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում։ Եվ աշխատողները այս պայմանությամբ համարյա թե դարձել են անպաշտպան այդ առումով, եւ միակ պաշտպանության մեխանիզմը, որը այսօր գործում է, իմ կարծիքով դա դատական պաշտպանությունն է, որը նույնպես մի քիչ ձեռնտու չէ։ Ձեռնտու չէ թե գործատուին եւ թե աշխատողին։ Փորձը ցույց է տալիս, որ այսօր դատական ատյաններում ցանկացած վեճ, որը քննվում է, ինքը շատ երկարատև է։ Եվ մինչև աշխատողը հասնում է իր իրավունքների վերականգնմանը, շատ երկարատև ժամանակ է անցնում։ Նույնը նաև գործատուի մասով, այսինքն այստեղ խնդիրը թե գործատուի համար է եւ թե աշխատողի համար է։ Եվ իրականում այդ քայլերը գործուն չեն, հասկանում եք։ Դրա համար կարծում եմ, որ անհրաժեշտ է այդ հարցին նայել այդ տեսանկյունից եւ գործուն մեխանիզմներ ստեղծել, որպեսզի թե աշխատողները եւ թե գործատուները լինեն պաշտպանված, հնարավորություն ունենան իրենց իրավունքները ռեալ վերականգնելու։ Պարոն Հարությունյան, Հայաստանի նման երկրում, որտեղ որ ձեր նախորդ հարցազրույցներից դատելով եմ ասում, բազմաթիվ իրավունքների ոտնահարման խնդիրներ կան, սկսած քաղաքականից ավարտած մարդու ընդհանուր իրավունքներով եւ այլն, աշխատողների իրավունքների այս խնդիրների խումբը դուք ընդհանուր առմամբ լուրջ կհամարեիք։ Պետք է պետությունը հատուկ ուշադրություն դարձնի դրա վրա։ Տեսեք, պարոն Կիվիրյանը նշեց, որ ինստիտուտ չկա, որտեղ ոտնահարված իրավունքով աշխատողը կարող է դիտմել եւ փորձել վերականգնել իր իրավունքները դատարանից բացի։ Գիտեք, պարոն Կիվիրյանը շատ ճիշտ նշեց, որ չկա նման ինստիտուտ, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Նախ ցանկացած երկրում, որտեղ գործազրկության տոկոսը բարձր է, այդտեղ միշտ 18, բայց ոչ պաշտոնական տվյալներով շատ ավելի բարձր։ Պաշտոնապեսին է չանդրադառնանք։ Ցանկացած երկրում, սկսած Նիկարագուայից, վերջացրած Հայաստանով, եթե կա գործազրկություն, ապա աշխատողները ընկնում են գերկախվածության մեջ գործատուից։ Գործատուն հասկանում է եւ գիտի, որ աշխատողը այլ աշխատանք ճարել չի կարող, կամ շատ դժվար է ճարելու, աշխատողը գիտի, որ հազիվ աշխատանք ունի եւ պետք է կարճի այդ աշխատանքից, թեկուզ չնչին աշխատավարձով, սա արդեն հսկայական կախվածություն է առաջացնում։ Բայց պարոն Կիվիրյանի մի ասած մի մտքին ես կցանկանայի անդրադառնալ վերահսկողությանը եւ հսկողությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այս կարգի խախտումը, ասենք, ընտրությունների փուլում մարդկանց ստիպել, որպեսզի գնան եւ քվեարկեն կոնկրետ մարդու կամ կոնկրետ կուսակցության օգտին, ցուցակագրեն, հավաքագրեն, դա արվում է համակարգված։ Այսինքն սա սասի նախաձեռնությունը չի։ Սա արվում է համակարգված։ Կառավարությունների, նախարարությունների մակարդակով հավաքագրվում են նաեւ նախարարությունների հետ վերահսկող կառույցների աշխատակիցներն են հավաքագրվում, որպեսզի գնան եւ հակառակ դեպքում նրանք նույնպես կորցնեն իրենց աշխատանքը։ Այս առումով մարդու իրավունքները ոչ միայն աշխատանքային իրավունքն է խախտվում, մարդը դրվում է նվաստացված վիճակում։ Մարդը ցանկանար ձայն տալ, ենթադրենք, մեկ ուրիշ Y տեխնացուին, բայց նա ստիպված է գնալ եւ ձայն տալ X տեխնացուին միայն մի պատճառով, որ իր երեխաները սոված չմնան։ Այստեղ հասել ենք հացի խնդիր լուծելուն։ Իրականությունը մեր իշխանությունները ներքին քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը վարած տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունը մարդկանց քաղաքացուն հայաստանցուն հասցրել է մի այնպիսի ծայրահեղ վիճակի, որի նկատմամբ կարելի է այդպիսի ոտնձգություններ անել։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ արել են դա, այդ ովքեր որ կային ձայնագրության մեջ, նրանք հաստատ վստահ են, որ շատ վատ բան չեն արել, որովհետև դա առօրյա է, դա նորմալ է։
դա արվել է միշտ, կզարմանան, եթե դուք իրենց հրավիրեք ձեր եթեր, եթե նրանք համաձայն են գալ, նրանք ազնվորեն կզարմանան, թե Խարազանում էին ձայների խոստում չբերած աշխատողներին, սպառնալիք էր հնչում, որ գիտեք, ձեր մեկ տեղի համար քանի հոգի է հերթ կանգնած, կարող եք աշխատանքը կորցնել եւ ի վերջո պարգև էին խոստանում նրանց, ովքեր լավ կաշխատեին այդ։ Այո, իհարկե, այդ իրավիճակն է, այդպես է նաեւ գյուղերում։ Այդպես է, ես գիտեմ մի գյուղ, ես հիմա ազգային ժողովի բազմամյա падգամավորը, այցելել է գյուղ, գյուղացիները ջրի խնդիր են բարձրացրել, իսկ ինքը ասել է շատ ավելի հստակ, շատ ավելի լավ բան, քան անում են Սասում եւ մյուս տեղերում։ Շատ ավելի ազդեցիկ բան է ասել։ Նա ասել է, եթե դուք ինձ ձայն չտաք, շատ փոքր գյուղի մասին է խոսքը։ Եթե դուք ինձ ձայն չտաք, եղած ջուրներ եմ կտրելու։ Եվ նրանք ստացել են բավականին բարձր ձայն այդ գյուղում։ Պարոն Հարությունյան, այսինքն ձեր ասածից կարելի է այսպիսի եզրակացություն անել, որ մի կողմից գործազրկությունը, սոցիալական տարբեր խնդիրները, ընդհանուր առմամբ երկրում ստեղծված այսպես կյանքի համար քաղաքացիների կյանքի այսպես ցածր մակարդակը եւ այլն հնարավորություն է տալիս մի կողմից իշխանություններին, մյուս կողմից գործատուին օգտվել ստեղծված իրավիճակից իրենց շահերն առաջ տանելու։ Գիտեք, մարդկությունը հազարամյակներ, հարյուրամյակներ պայքարել է աշխատանքային իրավունքի համար։ Մայիսի 1 կոչված է այսօրվա օրը, պատահական չէ, Չիկագոյից հարյուրամյակներ են դրվել, որպեսզի լինի գործատու եւ աշխատող պայմանագրային հարաբերություններ, որպեսզի ամեն ինչ հստակեցվի, յուրաքանչյուրն իմանա իր տեղը եւ իր իրավունքները, բայց մեզանում 21-րդ դարում ջնջվել են այդ դարերի ձեռքբերումները։ Իրավահարաբերությունները։ Այո, չկա նման բան։ Կա պայմանավորվածություն, այսպիսի բանավոր կամ տղայական պայմանավորվածություն, գալիս է աշխատողը կամ աշխատակցուհին, որի համար զանգել են, պայմանավորվում է գործատուի հետ, կոնկրետ աշխատավարձով, դա կլինի ծրարով, թե պաշտոնապես, չգիտեմ, եւ սկսում են այդ հարաբերությունները, եւ մարդը աշխատողը վերածվում է ինչ-որ իմաստով նույնիսկ ստրուկի, նա շատ կախված է գործատուից։ Դա է պատճառը, որ այդ ձայնագրության մեջ եղած մարդկանց հետ մի քանիսի հետ մամուլը հարցազրույցներ փորձեց անել եւ նրանք հարցարացնում էին այն մարդկանց, ովքեր իրենց նկատմամբ Ազատության թղթակիցն էլ վերջին օրերին եղել էր սուպերմարկետներից մեկում, աշխատողները զարմացած ասել են, իսկ ինչ է, եթե ձեր գործատուն ձեզնից նման բան պահանջեր, դուք չէիք անելու։ Այսինքն դա է։ Ես կարծում եմ, ես չգիտեմ, ես կարծում եմ, որ եթե ազատության գործատուն ձեզանից պահանջեր քվեարկել Հարությունյան Վարդյանի օգտին, դուք պարտավորված չէիք, զգա եւ կասեիք չէ։ Բնականաբար ոչ։ Բայց նրանք չեն պատկերացնում, որ կարելի է գործատուին ասել ոչ։ Ոչ թե որ նրանք անգրակետն են, ոչ թե որ նրանք վատն են, ոչ թե որ նրանք ձեզանից վատն են, այլ որովհետև նրանք հայտնվել են ահա այդ իրավիճակում։ Հիմա թեև դուք պարոն Կիվիրյան եւ դուք պարոն Հարությունյան նշեցիք, որ չարժի այս գործն առանձնացնել, այնուամենայնիվ եւս մի հարց այս գործի մասին, հարուցված քրեական գործը այսպիսի հիմքով է, Ուրեմն մեկի ընտրությունների ընթացքում տեխնատուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնության գործադրելու սպառնալիքով, սա կարծես թե մեկ հոդված է, դուք սրանից բացի այլ հանցակազմ տեսնում եք այս ընդհանուր ձայնագրությունը։ Գիտեք, դա հիմնական այն հոդվածն է, որը որ տվյալ դեպքում այդ գործով հարուցվել է, սակայն դա դեռևս չի նշանակում, որ այլ հոդվածներ գոյություն չունեն, որոնք որ տվյալ դեպքում կարող են հարուցվել եւ առկա են քրեական օրենսգրքում։ Ուղղակի կարծում եմ, որ քննությունը ինքնին պետք է տվյալ դեպքում իրականացվի եւ պարզվի, թե արդյոք օրինական այլ հոդվածներ քրեական օրենսգրքով նախատեսված, որոնք որ տվյալ դեպքում խախտվել են եւ որոնք որ ըստ էության հետագայում ենթակա են լրացման այդ մասով, դա ուղղակի կարծում եմ մի քիչ ժամանակի խնդիր է։ Եվ ես նաև նշեցի, որ այստեղ միայն քրեական օրենսգրքի դրույթները չի, որ խախտվել են։ Խախտվել են սահմանադրության դրույթը, խախտվել է աշխատանքային օրենսդրության դրույթները, խախտվել է նաև ունենք նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, որը նույնպես որոշակի առումով կարգավորում է այդ հարաբերությունները, այսինքն այդ դրույթները նույնպես խախտվել են։ Այսինքն կարծում եմ, որ հետագայում անհրաժեշտ կլինի, որպեսզի դրանք որակվեն նաև այդ հոդվածների լույսի ներքո, այսինքն իրավունքների խախտումը արձանագրվի նաև այդ հոդվածների տեսանկյունից, որը որ կլինի իրավաչափ։ Սակայն ես ուղղակի նշեմ հետևյալը նաև,
որ ինչու ես կոնկրետ չեմ ցանկանում առանձնացնել այդ գործը, որովհետև ել եմ ասում, այդ եզակի գործը ինքնին, եթե թեկուզ պատկերացնենք այդ եզակի գործով տեղ ունեցավ ինչ-որ արդյունք, արդյոք այն կփոխի իրավիճակը, որը որ կա Հայաստանում ներկայիս դրությամբ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Թե ինչու են շարժառիթները կոնկրետ այդ գործի վերաբերյալ եւ ինչի համար կենտրոնացված է կոնկրետ այդ գործով, ես հիմա դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ չանեմ, սակայն իմ մոտեցումը այնուամենայնիվ հետեւյալն է, որ ինքնին այդ արատը պետք է վերացվի գլոբալ առումով, ընդհանուր առմամբ, այլ ոչ թե եզակի ինչ որ ծաղկաքաղ արվի ինչ որ մի հատ խնդիր, հա, այսպես ասեմ, դրվի սեղանի վրա եւ մտածեմ, որ եթե այս խնդիրը լուծվեց, ուրեմն վերջ բացառվեցին մնացած բոլոր այն խնդիրները, որոնք որ կան։ Կարծում եմ հարցին պետք է նայել ավելի ընդհանուր ձևով եւ ընդհանուր ձևով փորձել այդ խնդիրը լուծել։ Այո, այսօրվա դրությամբ ունենք հետեւյալ իրավիճակը եւ որ պետական մակարդակով փորձ է կատարվում միգուցե նաեւ ավելի վերահսկելի դարձնել աշխատողներին, այսինքն վերահսկելի լինելով գործատուները, նաեւ որոշակի առումով գործատուները վերահսկողություն են փորձում իրականացնել աշխատողների նկատմամբ։ Սակայն նորից նշեմ, այս խնդիրը իմ համար կոնկրետ ունի մի քիչ սոցիալական արմատներ, ընդ որում ես հարցին աշխատանքային հարաբերությունների նայում եմ ոչ միայն այդ գործի տեսանկյունից, այլ նաեւ մի քիչ ավելի լայն տեսանկյունից։ Եվ այստեղ օրինակ նայեք փաստացի իմ համար կոնկրետ պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքում նաև այսօր առաջացել է նույն աշխատաշուկայի ստերային աշխատաշուկան։ Պարզ օրինակ բերեմ, նայեք անձ օրինակ պատկերացնենք ստանում է 80,000 դրամ աշխատավարձ։ 1/3 այդ գումարի վճարվում է պետության։ Վճարվում է պետության եւ բնականաբար պետության նմանատիպ քաղաքականության հետևանքով իրականում ստեղծվում է նաեւ ստվերային աշխատաշուկա։ Այսինքն այդքան գումար վճարը պետությանը եւ փաստացի աշխատող ավելի քիչ է ստանում, ձեռնտու չէ ոչ աշխատողին եւ ոչ գործատուին։ Եվ տվյալ դեպքում այդ նմանատիպ բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն։ Այդ թվում նաև օրինակ նայեք, ունենք արհեստակցական միության վերաբերյալ։ Մի կողմից անպաշտպան է աշխատողը, որովհետև չունի պայմանագիր, մյուս կողմից պետությունն է կորցնում հարկերը։ Պետությունն է կորցնում հարկերը, գործատուներն էլ այստեղ ունեն որոշակի խնդիր, այսինքն այս աշխատանքային հարաբերությունները, որոնք որ կան, այո, ունենք աշխատանքային օրենսգիրք, այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, մոտ 20 փոփոխությունների այն ենթարկվել, որոշակի հարաբերություններ այն կարգավորում է, սակայն տեսականորեն այն նորմերը, որոնք որ կոչված են, չեն պահպանվում։ Եվ պետական նաև վերահսկողություն չկա դրա վերաբերյալ իրական գործուն, հասկանում եք, որովհետև եթե դա լիներ իրականում կարծում եմ այս խնդիրները չէին առաջանա եւ բնականաբար ունենք այն ինչ ունենք, այսինքն գործատուներից կախված աշխատողներ, ովքեր ներգրավում են ինչ որ գործողությունների գործատուների պահանջով։ Պարոն Հարությունյան, դուք զրույցում նշեցիք, որ փաստորեն արևմուտքում տասնամյակների ընթացքում ստեղծված աշխատող եւ գործատու իրավահարաբերությունները Հայաստանում կարծես թե չեն գործում։ Պարոն Կիվիրյան, դուք նշեցիք, որ այս խնդիրները Հայաստանում կարելի է գլոբալ համարել, սրանք սոցիալական արմատներ ունեցող խնդիրներ են։ Հասկանում եմ, որ դժվար հարց եմ տալիս, բայց այնուամենայնիվ այսպիսի իրավիճակից ելքը դուք ինչպես եք տեսնում։ Չէ, դժվար չի հարցը, հեշտ հարց է։ Ես կարծում եմ, որ կամայական իշխանություն, որը կգտնվի, որ իշխանավարում է այս պահին, ասենք հենց այս իշխանությունը։ Եթե իր առջև խնդիր չի դնի վերարտադրման, այլ խնդիր կդնի ընդամենը վստահության քվե ստանալու յուրաքանչյուր ընտրության ժամանակ, ազնիվ արդար եւ թափանցիկ ընտրություններ կանցկացնի, որի արդյունքում կամ կմնա իշխանության կամ կհեռանա եւ նորերը կգան, այդ process-ում, այդ զարգացումների ընթացքում ժամանակ արդեն էլ հարց չի լինի ընկնել ձայնագողության կամ պարտադրանքների հետևից եւ մարդիկ ազատ կլինեն իրենց կամ արտահայտության մեջ եւ նոր ձևավորված իշխանությունը, որը կարող են լինել հենց սրանք կամ կարող են լինել նորերը, արդեն շատ ավելի ազատ կլինեն նոր գործողություններ եւ նոր քայլեր կատարելու, թեկուզ հենց այս բնակավարում սկսած աշխատանքային օրենսգրքից վերջացրած այդ հարկերի չափերով եւ ամեն ինչից, այո։ Ես կարծում եմ շատ լուրջ, բայց բավականին հեշտ հարց է, հետո սոցիալական են իհարկե խնդիրները, մարդիկ կախված են, սոված են, աշխատավարձի խնդիր կա, բայց պատճառը հիմքը քաղաքականությունն է։ Պարոն Կիվիրյան, դուք կիսում եք պարոն Հարությունյանի այս տեսակետը։ Ես նշեմ, որ այսօրվա դրությամբ խնդիրներից մեկը նաև կայանում է այն, որ աշխատողը չի համարում իրեն պաշտպանված լիովին։ Հակառակ դեպքում ինքը նաև որոշակի առումով քայլեր կձեռնարկեր։ Այստեղ գոյություն ունի կարծում եմ երկու տարբերակ ավելի ճիշտ։ Կամ առաջինը պետությունը ուրեմն կստեղծի համապատասխան մեխանիզմներ, որոնցով կկարգավորի այդ դաշտը, եւ տարբերակ համար 2, երբ աշխատողները իրենց իրավունքների համար կպայքարեն եւ վեր կհանեն բոլոր այն խնդիրները, որոնք որ գոյություն ունեն։
ընդ որում դուք որ նշեցիք հենց Չիկագոյում այդ դեպքը, այն հենց տեղի ունեցել աշխատողների կողմից, այսինքն աշխատողները իրենց իրավունքների խախտված իրավունքների համար դուրս են եկել եւ ըստ էության այդտեղից սկսվեց հաշվել հենց մայիսի 1-ը որպես տոնական օր, եթե չեմ սխալվում 1890-ական թվականներն էր եւ վերաբերում էր աշխատաժամանակին։ Նրանք պահանջում էին 8 ժամյա աշխատանքային գրաֆիկ։ Այսինքն ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հետեւյալ իրավիճակը պետք է լինի, որ աշխատողները իրենց խախտված իրավունքների համար պետք է պայքարեն։ Ցանկացած միջոցով իրավական դաշտում, որը որ հնարավոր է եւ օգտագործեն այն մեխանիզմները, թեկուզ սուղ մեխանիզմները, սակայն օգտագործեն այնուամենայնիվ դրանք, որոնք որ կան որոշակի առումով, այո, այսինքն այնպես չի, որ գոյություն չունեն ընդհանրապես, եւ ես ուղղակի կարծում եմ, որ աշխատողները ուղղակի պետք է հետամուտ լինեն իրապես։ Իրավագիտակցության մասին եք խոսում։ Եվ իրավագիտակցության եւ նաեւ ցանկության եւ կամքի դրսեւորման։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, ես ստուդիայում զրուցում էի փաստաբան Արամ Աստղիկվիրյանի եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։